Մոտեցա այդ թվացյալ անկողին են, տեսա, որ դրանք դիակներ են, դիակներ սավանների մեջ պատատած, տնից տան կողքը շարված։ Հայաստանի համար մի շարք ցավոտ ողբերգական իրադարձությունների ականատես Ստեփան Նիկողոսյանի ուղին սկսվեց դեռևս 70-ական թվականներին։ Շարունակվեց դժվարություններով, ձեռքբերումներով, ինչպես նաև հաղթանակներով։ Եղան նաև կորուստներ, որը հետո հասկացավ նոր հաղթանակի ու հնարավորությունների սկիզբ էր։ Ի սկզբանե եղել է ինքնաթիռի օդաչում, բայց հետո ակամայից իր ճակատագիրը դարձավ ուղղաթիռը, որին հեշտ չի հարմարվել։ Մի քանի հոգի էինք խմբում, որոնք որ ինքնաթիռից հետո էին ասում էին ոնց որ մեզ նստացնեն մեծ գնդակի վրա, որը օճառված է ու ասեն դե նստի այդ գնդակի վրա։ Այդ ուղղաթիռը պահելը մեր համար ամենասոր բանն էր։ Շատ փորձությունների միջով անցած օդաչուն դրանց մեջ ընկնել ելնելով այդ թվականներին ձեռք բերեց ծանոթներ, ընկերներ, որոնք էլ հետագայում մեծ հնարավորությունների աղբյուր դարձան։ Սպիտակի երկրաշարժից տուժածներին պատերազմի մեջ գտնվող Արցախին օգնություն ցուցաբերելու համար։ Ամեն ձևի անխելք, անհիմար թռիչքներ, բայց ի նպաստ Արցախի, որտեվ Արցախը այդ կարիքը ուներ եւ այդ բեռները, այդ ջոկատները, այդ զենքը, զինամատերքը պետք է հասներ Ղարաբաղ, որտեվ այլ տարբերակ չկար, այլ ճանապարհ չկար։ Դա խոսում ենք մինչև 92 թվականի մայիսի 9 Շուշիի ազատագրումը, դրանից հետո Լաչինի միջանցքը այն ժամանակ իրոք միջանցք էր արդեն անվերահսկելի, մեր զորքերը եւ սնունդը եւ ամեն ինչը գնում հանգիստ Արցախ եւ հետ էր գալի։ Հմտությունների շնորհիվ միշտ եւ ամեն տեղ աչքի են գնում։ Եվ դա չէր վրիպել անգամ Վազգեն Սարգսյանի աչքից։ Վազգեն Սարգսյանի հետ որոշեցինք, որ Լեննականից 2 հատ ուղղաթիռ գողանանք, ինքը կազմակերպած գետնային հարցերը, մենք կազմակերպեցինք օդային հարցերը եւ Լեննականից գողացանք 2 ռազմական ուղղաթիռ, դա 91 թիվն էր։ Ու այդ ռազմական ուղղաթիռով մենք կատարում էինք եւ ռազմական ավիացիայի գործառույթները եւ կրակակետերն էինք ոչնչացնում թշնամու եւ զինապահեստները, ոչմ 2 տարի համարյա միջև ռազմական ավիացիայի ստեղծումը այդ ուղղաթիռները մենք օգտագործեցինք երևի արդյունավետ։ Շատ բաներ հասցրեցին սովորել ու դրանցում հմտանալ այս տարիների ընթացքում։ Շատ ցածր թռիչք այն աստիճանի, որ անգամ ուղղաթիռի տակն է կանաչել խոտից։ Թռիչք բամբակին նմանվող ամպերի վրայով, միջով, մի խոսքով ամեն ինչ։ Մենք պատերազմի ժամանակ 3 անձնակազմ կորցրինք։ Այդ ընկերներին կորցնելն էր անտանելի էր, երբ որ ջոկատներին, տղաներին բոլորին չէ, բայց շատերին ճանաչում էինք, կենթանի տանում էինք, դիակը հետ էինք բերում։ Այդ ցավալին դա էր, ցավալին նա էր, որ այդ արյան հոտային ես ոչ մի կերպ չկարացա սովորեմ ամբողջ պատերազմի ժամանակ, երբ ստիպված էի ոչ թե բձեռնով մտնել ուղղաթիռի խցիկը նանկազմի պատոհանով, որտեվ այդ արյան հոտից չէի կարում ուշքի գայի։ Ցավալի այնքան բաներ կար, որ ցավալի էր, որ Արցախը չունենք։ Հիմա երբ եթայացք է գցում, ինքն էլ է զարմանում, թե ոնց է այդքան բան տեսնելուց հետո շարունակել ապրել ու զբաղվել իր մասնագիտությամբ։ Հետո էլ մտածում է, միգուցե իր թիմով միշտ էյֆորիայի մեջ են եղել, կամ ազարտի, ասում է շատ հիմարություններ են արել, բայց ոչ մի արածի համար չի փոշմանում։ Չկար վախ իրենց կյանքի համար, կար վախ, որ հանկարծ ուղղաթիռները չվնասվեն, դրանք դեռ պետք էին Արցախին։ Եվ ինչպես յուրաքանչյուր ուժեղ մարդ, այդ ամենի կողքին չէր կորցրել հումորի զգացումը։ 50 քանի դագաղ պետքա բերվեր շտաբ Երևան, որտեղ Պարսկաստանից ինքնաթիռը եկել է ու պետքա անպայման, ասենք, մի 2 ժամ հետո արդեն հետ վերադառնա, այդ ժամանակահատվածում մենք պետքա բոլոր դեպքերում հասցնեինք այդ դիակները, դագաղները հասցնեինք Զվարթնոց օդանավակայան։ Եղանակը անտանելի վատ, հիմար, անպամած թռիչքը կատարեցինք, ուրեմն այդ 50 քանի դագաղներ, 2 հոգի իրանց ներկայացուցիչներ ու մեր անձնակազմը։ Մտանք ամպերի մեջ, ինքնաթիռը ուղղաթիռը շատ ծանր էր, մի կերպ
կամած է շատ բարձրանում, ոչ արագություններ հավաքում, ոչ բարձրություններ հավաքում, ու մենք նստած տղաներով խոսում ենք, ասում ենք լավ, հիմա որ մենք հիմա բոլորս զղկացին գետին, այս 3 դագաղ էլ ավելանա, որ մի հիմարը պետքա տանի։ Արդեն մի քանի տարի է ինչ չի զբաղվում իր մասնագիտությամբ ու դա ոչ իր կամքից անկախ։ Վրահասան առողջական խնդիրներ, ինչի համար էլ բժիշկների հորդորով հրաժարվեց իր այդքան սիրելի ու հարազատ դարձած մասնագիտությունից։